Հապա տեսեք ինչ եմ բերե, հիանալիք, վայելելիք, տեսքը էկզոտիկ, համը աննկարագրելի, հաճելի, ուղղակի վայելելիք։ Խորհուրդ կտամ, անպայման ինքներդ էլ պատրաստեք ու փորձեք։ Ես բաղադրատոմսը մեկնաբանությունում անպայման կտեղադրեմ, հատկապես եթե ձեզ խորհուրդ է տրվում, որ գազար օգտագործեք, բայց դուք այդքան էլ չեք սիրում գազարի համը, սա իսկը ձեր համար է։ Ես օրինակ գազարի հետ խնդիր չունեմ, սիրում եմ բոլոր տեսակի ուտեստների մեջ, եթե լինում է գազար։ Բոլոր վիճակներով, մինչև անգամ թարմաքրած, այդպես մեկ-մեկ վայելում եմ իմ համար։ Մի խոսքով, ես օգտագործել եմ ուրեմն մեկ այդ չափի գազար, որ տեղադրել եմ հոլովակի մեջ, և 2 հատ Golden տեսակի խնձորը, 1 թեյի գդալ անտառի վայրի մեղր, կես լիմոնի հյութը, 7 հատ ընկույզը, մանրացրած, մի խոսքով, մի քանի հատիկ էլ շաքար ավելացրի մանր շաքարներից, չգիտեմ ինչու այս պահին ցանկացա, որ մի քիչ քաղցրահամ լինի ինքը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, արտակարգ, յուրահատուկ, ուղղակի վայելելու մի բան ստացվեց, անպայման պատրաստեք, վայելեք և հյուրասիրեք, կոնկրետ այս քանակը, որ ես մաքրել եմ ու պատրաստել եմ, ինքը ոնց որ ստացվեց 2 կամ 3 հոգու համար, 1 բաժակ էլ ջուր եմ ավելացրել, շատ աննկարագրելի հետաքրքիր համադրություն ստացվեց, մեկ-մեկ այդպես էքսպրոմտ հետաքրքիր բաներ եմ պատրաստում ու չեմ պահպանում իրա չափսերը կամ ինչը ինչի հետ եմ համադրել, չեմ պահպանում, չեմ գրառում և հետո ցավոք սրտի մոռանում եմ, այս անգամ որոշեցի վիդեոյի տեսքով տեղադրել, որպեսզի համ ձեզ օգտակար լինի, համ էլ ես չմոռանամ։ Պատրաստեք, վայելեք, եղեք առողջ, ձեր կյանքը թող միշտ օրհնված լինի և անպայման ճիշտ սնվեք, որպեսզի երկար ապրեք։ Առայժմ